Ողջույն, պարոն Գրիգորյան, այսօր մենք խոսելու ենք վճռապետ դատարանի ազդեցությունը իրավական համակարգում։ Ինձ թվում է շատ կարևոր թեմա ենք ընտրել հենց ձեզ հետ քննարկելու համար։ Կասեք, թե վճռապետ դատարանը ինչ ազդեցություն ունի իրավական համակարգում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Վճռապետ դատարանի ազդեցությունը իրավական համակարգում բավականին մեծ է, որովհետև վճռապետ դատարանը կայացնում է իր գործունեության ընթացքում նախադեպային որոշումներ, փոխում է խաղի կանոններ, երբեմն սահմանում է այնպիսի կանոններ, որոնք օրենքում գրված չեն ընդհանրապես, եւ դրանք չիմանալը կարող է փաստաբանի կամ դատավարության կողմի համար հանգեցնի վատ հետևանքների, որովհետեւ չիմանալով վճռապետ դատարանի համապատասխան որոշման առկայության մասին, մարդը կարող է օրինակ իր գործը պարտվի դատարանում։ Այդ տեսանկյունից շատ կարևոր է վճռապետ դատարանի որոշումներին հետևելը, փաստաբանի համար հատկապես, դե կողմերից սովորական քաղաքացիներից չի պահանջվում իրավաբանական խորը գրագիտություն ունենալ, փաստաբաններից դա պահանջվում է, փաստաբանների համար շատ կարևոր է այդ որոշումներին հետևելը, որպեսզի երբ որ ինչպես բժիշկի մոտ հիվանդը գնում է եւ փորձում է իր հիվանդության բուժումը ստանալ, այնպես էլ իրավաբանի մոտ, երբ որ գալիս են ինչ-որ հարցով, որպեսզի փաստաբանը կարողանա ճիշտ դիագնոզ անել, այսպես ասած, իրավական հարցը եւ ճիշտ լուծում առաջարկել, թե ինչպես է հնարավոր շարժվել առաջ։ Իսկ այդ նախադեպային որոշումները, որը վճռապետ դատարանի կողմից կայացվում է, դրա հիմքում ինչ ազդեցություն է դրված, այսինքն օրինակ հասարակությունը զարգանում է, թե օրենքն է զարգանում, թե իրավահարաբերությունն է զարգանում։ Եթե շատ անկեղծ պատասխանեմ, հիմնականում ես վճռապետ դատարանի որոշումների ենթատեքստում չեմ տեսնում որևէ այսպես օբյեկտիվ ինչ-որ գործոն կապված հասարակության զարգացման կամ իրավահարաբերությունների զարգացման հետ։ Այո, այդպիսի որոշումներ կան, շատ լավ որոշումներ, որոնք որ խորը փիլիսոփայական ենթատեքստ ունեն, որտեղ որ իրավահարաբերությունները վճռապետ դատարանի կողմից քննարկվել են օրինակ պատմական կոնտեքստում, ժամանակների փոփոխության կոնտեքստում, արվել են եզրահանգումներ, որ մենք հիմա կոպիտ ասած 21-րդ դարում ենք եւ անհրաժեշտ է այս հարցին այս ձևով մոտենալ, ոչ թե այն ձևով ոնց որ միջև հիմա են մոտեցել, բայց շատ հաճախ դա ուղղակի պայմանավորված է նրանով, որ երբ որ վճռապետ դատարանի համապատասխան պալատի, դե ես միայն քաղաքացիական ու վարչական գործերի մասով կարող եմ ասել, երբ որ քաղաքացիական կամ վարչական պալատի կազմը փոխվում է, այսինքն փոխվում են մարդիկ, փոխվում է նաև դիրքորոշումը եւ մեր մոտ էլ մեր հասարակության, պետության հիմնական խնդիրներից մեկն էլ միշտ նա է, որ յուրաքանչյուր մարդ մտածում է, որ միշտ ինչ-որ փոխելու բան կա եւ միշտ ինքը պետք է լինի այն մարդը, որ այդ փոփոխությունը պետք է առաջարկի եւ առաջ տանի, ու շատ դեպքերում այդ դիրքորոշումները կամ դիրքորոշումների կտրուկ փոփոխությունները պայմանավորվում են հենց դրանով։ Մարդկային գործոնով, այսպես ասած։ Այսինքն տվյալ դատավորը կամ նախագահը ինչ կարծիք ունի, ինչ դիրքորոշում ունի ու իրավիճակից ելնելով իր դիրքորոշումն է հայտնում ու այսպես ասած պարտադրում է, որ իրավական համակարգում դա լինի նախադեպ։ Ցավոք սրտի, այո, դատավորը, դատավորների խումբը, պալատը ունեն որոշակի անցած ճանապարհ, ունեն որոշակի կարծիք, որոշակի հարցի վերաբերյալ եւ կոնկրետ օրինակ այս պահին այսինչ դատավորի կամ այսինչ կազմի կարծիքը կարող է լինել անցողիկ եւ զուտ այդ փաստի ուժով դառնալ նախադեպ առանց որևէ օբյեկտիվ հիմքի 5 տարի հետո կարող է ընդհանրապես պալատի կազմը փոփոխվել եւ ուրիշ մարդիկ կգան իրենց կարծիքը արդեն կներկայացնեն որպես իրավունքի զարգացում, ինչպես որ երբեմն լինում է։ Օրինակ լինում է, որ նույն իրավիճակի հետ կապված կան լինի երկու տարբեր նախադեպային որոշումներ, որոնք որ հակասում են։ Մի կողմի համար տվյալ նախադեպային որոշումն է լավ, մյուս կողմի համար էլ այլ նախադեպային որոշումը։ Ու այդ դեպքում, որ փորձում են փաստաբանները կիրառել, այս դեպքում ունեն մենք չէ՞ բախում այդ հակասությունը, օրինակ տվյալ դատավարության ընթացքում։ Հիմնականում այդպիսի հակասության խնդիր չի առաջանում, որովհետև երբ որ վճռապետ դատարանը դիրքորոշումը փոխում, այսինքն եթե վճռապետ դատարանը այսօր ասում է, որ 5 տարի առաջվա դիրքորոշումը այլևս չպետք է գործի եւ այսօրվա դիրքորոշումն է այսուհետ ճիշտ,
Վճռաբեկ դատանը դա իր նոր որոշման մեջ արձանագրում է, որ տեղի ունեցավ իրավունքի զարգացում, սույն որոշումը, այս պահին կայացված որոշումը պետք է գերակայի նախորդ որոշման նկատմամբ եւ հետեւաբար այդ նոր որոշումից հետո այլևս որևէ մեկը հին որոշմանը հղում տալ չի կարող, որովհետեւ այդ հղումը շատ հեշտությամբ այդ փաստարկը կարող է հերքվել նոր որոշումը, երբ որ գործը քննող դատավորը նայի, բացահայտի, որ դա այլևս չգործող մոտեցում է։ Հա։ Այդպիսի խնդիրներ հիմնականում կարող են առաջանալ միայն այն դեպքերում, երբ որ օրինակ երկու տարբեր որոշումներ կան, որտեղ որ նույն հարցը քննարկվել է, օրինակ մի դեպքում շատ անուղղակի, մի դեպքում ուղղակի, եւ օրինակ այդ ուղղակիորեն երբ որ այդ հարցը քննարկվել է, վճռաբեկ դատանը չի հիշել, որ մեկ այլ գործով անուղղակիորեն հակասող դիրքորոշում է հայտնել, ու այդտեղ էլ այդ անուղղակիորեն այդ հարցի վերաբերյալ արտահայտված հին դիրքորոշումը էլի չի աշխատի, եթե կա ավելի թարմ դիրքորոշում, որը կոնկրետ ուղղակիորեն այդ հարցին է վերաբերվում եւ այլ բան է ասում։ Իսկ ո՞րն է այդ որոշումը, եթե կարող եք հիշել, թե վերջին օրինակի մասով չեմ կարող կոնկրետ հիմա այս պահին հիշել, բայց նման բաներ լինում են, որտեղ օրինակ փաստաբանական աշխատանքը միշտ էլ պահանջում է հնարավորինս վստահորդի շահերի տեսանկյունից գործին մոտենալ եւ շատ հաճախ, եթե նույնիսկ փաստաբանը գիտի, որ կա իր վստահորդի շահերին հակասող վճռաբեկ դատանի որոշում, փաստաբանը կարող է այդ մասին բացահայտել իր վստահորդին, ասել, որ դες քո գործը խնդրահարույց է, վստահորդը դրանից հետո կարող է ամեն դեպքում ասի ոչինչ, ես ուզում եմ, որ մենք փորձենք միջև վերջ գնալ, եւ եթե վստահորդը այդպես ասում, փաստաբանը կարող է ամեն դեպքում գտնի, չգիտեմ, օրինակ 10 տարի առաջ արտահայտված կայացված մի հատ որոշումից ինչ որ մի երկու նախադասություն, որը որ կոնտեքստից կտրված կփորձի օգտագործել, հույս ունենալով, որ գործը քննող դատավորը այդ հին որոշումը ամբողջությամբ չի կարդա կամ նոր որոշման մասին տեղյակ չի լինի։ Հա, բայց կոնկրետ այդ մասով այդ դրա վերաբերյալ կոնկրետ օրինակ չեմ կարող ասել, բայց օրինակներ կան, երբ որ կտրուկ դիրքորոշման փոփոխություն ա եղել ուղղակիորեն հենց այդ մասին որոշման մեջ արձանագրելով, հա։ Օրինակ որոնք են հենց դրանք։ Դե օրինակ ձեռքբերման վաղեմության հետ կապված գործերով իրավաբանները գիտեն, երբ որ 10 տարի շարունակ անընդմեջ բարեխղճորեն բացահայտ տիրապետում ես այլ անձի գույք, կարող ես դատական կարգով պահանջել, որպեսզի այդ անշարժ գույքի սեփականատեր ճանաչվես։ Օրինակ մինչև 2013 թվականը դատական համակարգը ընդհանուր առմամբ եւ վճռաբեկ դատարանն էլ շատ բացասաբար են տրամադրված եղել հայցվոր կողմի նկատմամբ։ Միշտ այդ հարցը բարձրացվել է, որ լավ, հարգելի հայցվոր, դու 10 տարի շարունակ տիրապետում ես այս մարդու գույքը։ Անընդմեջ ես տիրապետում, բացահայտ ես տիրապետում, բայց ցույց տուր, որն է բարեխղճությանը հիմքը։ Ինչից ելնելով ես դու պնդում, որ մտածել ես, որ այս գույքը քո սեփականն է։ 2013 թվականին դիրքորոշում օրինակ կտրուկ փոխվեց Իոքութ Հայցվորի վճռաբեկ դատարանը որոշումներ կայացրեց մի շարք հիմնակարային, որոնցում արձանագրվեց, որ գույքի սեփականատերը, եթե որևէ գործողություն չի անում 10 տարվա ընթացքում իր գույքի նկատմամբ, դա ինքնին կարող է վկայել այն մասին, որ հայցվորը բարեխիղճ տիրապետող է, այսինքն դիմացինի անգործության ուժով իր մոտ կարող է առաջանալ համոզմունք, որ ուրեմն ինքը այսպես գույքը որպես սեփականություն է տիրապետում։ Իսկ անցած տարի 2025 թվականին դիրքորոշում նորից արդեն 1-2 վճռաբեկ դատարանի որոշում աշխովս ընկա, որտեղ նորից արդեն հայցվորի առաջ այդ հարցը բարձրացնում էին, որ ամեն դեպքում որն է քո բարեխղճության հիմքը։ Այսինքն հիմա ես ակնկալում եմ, որ 26 թվից սկսած մենք կունենանք նորից հակառակ դիրքորոշում, 13 տարի վճռաբեկ դատարանը աշխատեց Իոքութ Հայցվորի, դրանից առաջ աշխատում էր հիմնականում Իոքութ պատասխանողի, հիմա երևի նորից կսկսի աշխատել Իոքութ պատասխանողի։ Ու որևէ այսպես փիլիսոփայական բան, գաղափարական ինչ-որ հենք, ամենայն դեպս որոշումների մեջ բացահայտված չի, մինչդեռ դա կարող էր լինել։ Օրինակ 2013 թվականին վճռաբեկ դատարանը կարող էր ասել, որ ես հիմա որդեգրում եմ այս դիրքորոշումը Իոքութ Հայցվորների, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կան շատ անշարժ գույքեր,
որոնք փաստացի տիրապետվում են ոչ սեփականատերերի կողմից, սեփականատերերը փաստացի լքել են այդ գույքերը եւ մենք խնդիր ունենք ապահովելու, որ այն մարդը, որ տարիներ շարունակ տիրապետում է, կարգավիճակ ստանա սեփականատիրոջ այդ գույքերի նկատմամբ։ 2026 թվականի փոփոխության ժամանակ կարող էր ասվել, որ օրինակ այս հարցը 13 տարվա ընթացքում մենք լուծեցինք, արդեն ով որ այդպիսի խնդիր ուներ հիմնականում դարել է սեփականատեր եւ այս պահից սկսած արդեն մենք նորից խիստ աչքով ենք, այսպես ասած, նայելու հայցվորներին։ Կամ չեմ, մեկ այլ օրինակ շատ բավականին թարմ վճռաբեկ դատարանի որոշումը, որը շատ փաստաբանների համար ոնց ասեմ, սյուրպրիզ էր, շատ անսպասելի, որովհետև տարիներով ձևավորված խաղի կանոն փոխեց, մենք տարիներ շարունակ գիտեինք, որ եթե գործարք ենք վիճարկում, օրինակ A-ի ու B-ի միջև կնքված առողջարքի գործարքն ենք վիճարկում, ինչ որ հիմքով էական չի։ Բայց պարզվում է, որ դրանից հետո այդ գործարքից հետո B-ն էլ այդ գույքը վաճառել է G-ին, G-ին, դնգրավ է դրել օրինակի համար բանկում եւ այլն։ Այդ առաջի գործարքը, երբ որ մենք կարողանում ենք ցույց տալ, որ անվավեր է, որպես հետևանք, մնացածը անվավեր ճանաչում էր եւ ոչ մի դատարան կամ այդ թվում վճռաբեկ դատարանը երբեք խնդիր չի բարձրացրել այդ հարցի մասով։ 2025 թվականին ընդունվեց որոշում, որ մի գործարք չի կարող անվավեր ճանաչվել որպես մյուսի հետևանք։ Ամեն գործարք առանձին պետք է վիճարկվի եւ այսպես ցույց տրվի, թե որն է դրա խնդիրը, ինչու է խնդրահարույց, ամեն գործարքի մասով պետք է քննարկենք, կարող է ձեռք բերողը բարեխիղճ ձեռք բերող է, միգուցե առաջի գործարքը անվավեր է, բայց երկրորդ գործարքը արդեն մենք չենք կարող անվավեր ճանաչել եւ այլն։ Իսկ սա բան է, որ պատկերացեք, տարիներ շարունակ բոլորի մոտ եւ քաղաքացիների եւ փաստաբանների եղել է այդ պատկերացումը, որ այս առաջին գործարքը անվավեր կճանաչենք, մնացած ամեն ինչը կկարգավորվի։ Հիմա արդեն այդպես չի։ Ու դրա հետևանքները դեռ մենք կտեսնենք։ Որտեղ դա նոր որոշում է ու դա արդեն որոշակի խնդիրներ առաջացրել է տարբեր տեսանկյուններից։ Ու արդեն փաստաբանի աշխատանքը ավելի մեծանում է ու ինքը չի կարող իր վստահորթին ասել, որ օրինակ ես մի պայմանագիրը, որ չգիտեմ, վիճարկում ենք, դրանից հետո արդյոք քո իրավունքները կպաշտպանվի, թե չի պաշտպանվի։ Հա, բայց փաստաբանը, այստեղ առաջի խնդիրն է, որ փաստաբանը, որպեսզի այդ հարցի մասին տեղեկանա, փաստաբանը ստիպված այսօր անընդհատ պետքա կարդա։ Այո։ Այնինչ ես 36 տարեկան եմ, վաղուց արդեն ուսանող չեմ։ Իհարկե կա այդպիսի խոսք, որ մարդը սովորում է իր ամբողջ կյանքի ընթացքում, բայց ողջամտորեն պետք է գա ինչ-որ մի պահ, երբ որ մարդու մոտ ժամանակի մեծագույն մասը պետք է ծախսվի ոչ թե նոր բան սովորելու, այլ այդ սովորածը կիրառելու վրա։ Մեր այսօրվա պետական համակարգը ընդհանուր առմամբ, այսինքն ազգային ժողով, կառավարություն եւ դատական համակարգը իդեմս վճռաբեկ դատարանի դա թույլ չի տալիս, որովհետեւ մեր օրենսդրությունը կատաստրոֆիկ արագությամբ փոխվում է, վճռաբեկ դատարանի որոշումները տարվա կտրվածքով քանակապես բավականին շատ են եւ այդ ամեն ինչին հետեւելը փաստաբանից օրեր, ժամեր է պահանջում։ Ես փորձում եմ այդ ամեն ինչը կարդամ, ոչ թե փորձում եմ, այլ կարդում եմ, բայց այդ ամեն ինչը շատ ժամանակ է պահանջում։ Այդ ժամանակը, որ ես պիտի ծախսեի դա կիրառելու վրա կոնկրետ գործերով, ես ծախսում եմ կարդալու վրա, որպեսզի տեղեկացվեմ իմ գործընկերներին, մեր գրասենյակի թիմին այդ մասին տեղեկացնեմ եւ այլն։ Հա, ես այս պահին օրինակ ունեմ 44-45 էջի մոտավորապես ծավալով օրենսդրական փոփոխություններ, որ վերջի 2 շաբաթվա ընթացքում են հրապարակվել, բոլորն էլ կարևոր փոփոխություններ են։ Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հայտարարագրման, եկամուտների հայտարարագրման հետ կապված կառավարության որոշում, ասենք կենտրոնական բանկի ինչ որ պարզաբանում, թե ինչ արժույթով կարելի է այս կամ այն գործարքը կատարել։ Կարևոր որոշումներ են, կարևոր իրավական ակտեր են, որ օրենք կիրառող, օրենքի հետ աշխատող փաստաբանը պետք է իմանա, որպեսզի իր վստահորդներին ճիշտ խորհուրդ եւ ճիշտ ուղղություն տա։ Ես այդ ամեն ինչը դեռ նույնիսկ չեմ հասցրել կարդամ։ Ու չեմ բանի մեջ, այս ամբողջ ծավալի մեջ դա բավականին բարդ է։ Այսինքն փաստաբանը եթե այդ ամեն ինչը իմանա,
Օրինակ, չեմ, արհեստական բանականությունը ենթադրենք թե այսպես բաներ պատրաստի, ինչ որ ամփոփ տեղեկանքներ պատրաստի, որ փոխվել է այս, փոխվել է այն, փոխվել է այն, միգուցե հնարավոր կլիներ այդ ամեն ինչի մասին ինֆորմացվել, դրանից հետո վստահորդին այդ մասին տեղեկացնելը դա արդեն այնպես տեխնիկայի հարց է, խնդիր չի դա, խնդրը հարուստ չի։ Ուղղակի այդ գործիքը այսպես չկա, հա տարբեր գրասենյակներ հրապարակումներ են ամսական անում, ինչա փոխվել Հայաստանում, իրավական դաշտում, ինչա ավելացել, ինչա պակասել։ Իհարկե ես որպես փաստաբան ոչ մեկի արած աշխատանքին էլ իհարկե չեմ կարող 100% վստահել։ Ես ինքս պետքա կարդամ, ես ինքս կարդում եմ, մեր թիմին ինքս եմ ներկայացնում ամեն ինչը, մենք այսպես ինչ որ WhatsApp այսպես channel ունենք, որտեղ որ ես ինչ որ տեղի ունենում շաբաթական, ամսական կտրվածքով ես ձայնային հաղորդագրություններով այդ ամեն ինչը ներկայացնում եմ, որպեսզի մարդիկ ազատ ժամանակ ունենալու դեպքում եւ այդ ազատ ժամանակի ընթացքում ուղղակի դա դնեն ու լսեն, հա։ Սա է ավելի շատ հիմնական խնդիրը, քան թե այն, որ փաստաբանը վստահորդի հետ խնդիր կունենա բացատրելու հարցում, թե ինչու իր գործը այսօր խնդրահարույց կլինի։ Դե կբացատրի վստահորդն էլ, օրինակ, եթե դրանից հետո չի ուզենա աշխատել, թող չուզենա, դա խնդիր չի։ Բայց իրականում, որ ասում եք պետք է կարդաս, ուսումնասիրես, մինչև քո կարդացածը, ուսումնասիրածը դու չկիրառես, դու չես կարողանա իրեն ավելի լավ հասկանալ կամ հիշել։ Դրա համար պետք է կարդալու հետ զուգահեռ նաև այդ ամեն ինչը կարողանաս կիրառել։ Իսկ մեր դեպքում, օրինակ, շատ է եղել իմ պարագայում ասեմ, շատ է եղել, որ ես որոշել եմ, որ պետք է կարդամ, բայց կարդալուց հետո ես դա չեմ կիրառել ու շատ ժամանակ հետո ես դա մոռացել եմ։ Շատ ճիշտ եք ասում, 2013 թվականից սկսած ես բոլոր Վճռաբեկ դատարանի որոշումները քաղաքացիական պալատի կարդացել եմ։ 2020 թվականից սկսած նաև վարչական պալատի բոլոր որոշումները։ Ամեն ինչը հնարավոր չի հիշել, մարդը ինչքան շատ կարդում է, այնքան շատ նաև մոռանում է։ Հիշվում է այն, ինչը որ կիրառվում է կամ ինչ որ շատ կրիտիկական կարևորություն է։ Ընդհանուր առմամբ շատ կրիտիկական ինչ որ որոշում է ու դա շատ ուժեղ տպավորվում է, բայց այդ ամեն ինչը այդ ծավալով հիշելը իհարկե բավարար չի։ Դրա համար ալտերնատիվը երևի թե ամեն գործ վերցնելուց ամբողջ դաշտը ուսումնասիրելն է, բայց մեր մոտ էլ Հայաստանի Հանրապետությունում չկա տենց մշակույթ, որ փաստաբանը նախնական օրինակ ինչ որ գումար վերցնի զուտ հետազոտություն կատարելու համար, որից հետո կտա դիագնոզը, այսպես ասած, եւ որից հետո վստահորդը արդեն կորոշի վերցնել գործը կամ չվերցնել։ Հետևաբար այդ աշխատանքը եթե արվում է միջև գործը վերցնելը, որպեսզի վստահորդին ճիշտ դիագնոզ տրվի, դա շատ հաճախ արվում է անվարձահատույց հիմունքներով։ Ինչը էլի փաստաբանի շահերի տեսանկյունից այնքան էլ լավ չի, չի բխում, հա։ Չի բխում դա, այո։ Կարելի ասել նույնիսկ ժամանակ ես կորցնում, որ հնարավոր է հետո պետք չգա դա։ Իհարկե, ժամանակ ես կորցնում, դու ամբողջ օր կամ օրվա կես օգտագործում ես, որպեսզի ուսումնասիրես դաշտը ու վերջում պարզվում է, որ այդ ամեն ինչը պետք չէր, քանի որ դաշտի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ դա ռիսկային էր եւ վստահորդն էլ չի ուզում այդ ռիսկի տակ մտնի։ Իսկ այդ նախնական փուլում մենք այդպիսի մշակույթ չունենք, որ պայմանավորվածություններ ունենանք վստահորդի հետ, վստահորդների հետ, որ եկեք այս փուլը դարձնենք վճարովի։ Ուղղակի այստեղ մի հատ ուրիշ բան էլ կա, որ անպայման կուզենամ էլի դա բարձրաձայնել, որ Հայաստանը այն պետությունը չի, որ իրավունք ունի ունենա այսպիսի բարդ իրավական համակարգ, այս ամեն ինչը ոնց որ մենք խոսք կա մի բաժակ ջրի մեջ փոթորիկ, ավելի շատ դրան է հիշացնում, որովհետև շատ ավելի զարգացած, կայացած, ավելի հեղինակավոր իրավական համակարգեր ունեցող երկրներ այսպիսի մոտեցում չունեն։ Իսկ օրինակ հիմա ես 2014 թվականից սկսած քաղաքացիական դատավարություն առարկան եմ դասավանդում։ Ես վերջի մի քանի տարին ես ուսանողներին ասում, ձեր բախտը կբերի, եթե այս տարի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չփոխի։ Հա, որովհետև դուք կարող եք սովորեք մի բան ու քննության ժամանակ արդեն իմ դեպքում տենց էր եղել։ Հա, դեռ ուրիշ ձևով
հարցերը կարգավորվեն։ Հա, իմ դեպքում հիշում եմ 18 թվականին, որ արդեն փաստաբանական էին ընդունվելու, ես 0-ից սովորել եմ քաղաքացիական դատավությունը։ Դա ու շատ տարբեր էր։ Հա, դա էս վերջի տարիների վատ տենդենսն է, որ ցանկացած խնդիր փորձ արվում լուծել օրենսդրական փոփոխությունների միջոցով, այն դեպքում, երբ որ չեն հասցրել կիրառել։ Դե իմ կարծիքով խնդիրը ավելի շուտ օրենքը հասկանալու եւ մեկնաբանելու մեջ է, այլ ոչ թե օրենքը պարտադիր փոփոխելու։ Ինչքան շատ օրենսդրական փոփոխություններ են լինում, այնքան առաջանում են շատ բացեր ու թերություններ, որտեղ մի հարց կարգավորում ես, բայց երկու խնդիր էլ առաջանում է։ Ինչքան շատ այդպիսի բան է առաջանում, խնդիր, այնքան վճռաբեկ դատարանի ֆունկցիան է դրանից սկսում գործել այն տեսանկյունից, որ վճռաբեկ դատարանն էլ պետքա այդ բոլոր բացերը փորձի կարգավորել։ Ու արդյունքում, եթե համեմատենք օրինակ 2010 թվականին, երբ որ ես եմ ավարտել 4-րդ կուրսը եւ արդեն սկսել եմ աշխատել, պայմանական ասած, եթե այն ժամանակ պրակտիկ աշխատանքի մեջ մտնելու համար անհրաժեշտ էր այս ծավալի գիտելիք, այս ծավալի ինֆորմացիա, այժմ արդեն այս ծավալի մասին է գնում խոսքը։ Դրա համար իմը շատ դժվար է ավարտելուց մի անգամից հետո պրակտիկայի մեջ մտնել։ Այն ժամանակ էլ հեշտ չէր, բայց հիմա շատ ավելի բարդ է։ Բայց ես համաձայն եմ գիտելիքի մասով, որ պետք է ավելի շատ լինի, հիմա ավելի շատ է, բայց մի բան եմ ուզում ասել, որ շատ ավելի կարևոր է, որ դու ճկուն լինես փնտրելու մեջ, այսինքն եթե քեզ պետք է այսինչ հարցը, պարտադիր չի դե որ դու ամբողջը ուսումնասիրես այդ ինչ բանը գտնելու համար, դու կարող ես շատ ճկուն լինես ու այդ ինչ որ քեզ պետք է շատ հեշտությամբ կարողանաս տարբեր, չգիտեմ, մեթոդներով, ձևերով, թեկուզ որ հիմա արդեն արհեստական բանականություն էլ կա, այդ հեշտությամբ կարողանաս գտնել ու երբ որ գտնում ես, այդտեղից նոր զարգացնես քո ուսումնասիրությունն արդեն ավելի սկսես խորանալ։ Նայեք, ես այնքան էլ համաձայն չեմ, որովհետև աշխատանքի նկատմամբ մոտեցումները կարող են տարբեր լինել։ Կա այսպես կոչված Պարետոյի կանոն, որը ասում են, որ գործում է կյանքի ցանկացած իրավիճակներում, ցանկացած ոլորտում, այդ թվում փաստաբանության մեջ, որ ջանքերի 20%-ով դու ստանում ես արդյունքի 80%-ը, իսկ ջանքերի մնացած 80%-ով ստանում ես արդյունքի մյուս 20%-ը։ Բայց ես նախ հակված չեմ, որ փաստաբանությանը կարելի է մոտենալ այդ կտրվածքով, որովհետև ամեն մարդ, երբ որ գալիս է փաստաբանի մոտ իր խնդիրը վստահում է, այդ մարդը պարտավոր չի ընդունել կյանքի խաղի կանոնները, հա։ Այդ մարդը գալիս է, որպեսզի իր խնդիրը լուծվի, եթե այն ունի լուծում։ Հիմա պատկերացրեք, որ դուք ջանքերի 20%-ն եք գործադրել, լուծումը արդյունքում սխալ եք գտել, չի ստացվել, բայց եթե 100% ներդրում ունենայիք, մարդու խնդիրը կլուծեիք։ Շատ դժվար է հետո այդ մարդու աչքերի մեջ նայել ու այսպես այն ենթատեքստով ինչ որ բան ասել, որ գիտես, ես ողջամիտ ջանք եմ գործադրել, բայց չի ստացվել, որտեղ այդ մարդը չէր ակնկալում, որ ողջամիտ ջանք պետքա գործադրի փաստաբանը, ինքը ակնկալում էր, որ փաստաբանը պետքա 100, 200, 300%-անոց ջանք գործադրի, դա մեկ։ Երկրորդը, դա էլի ես համեմատում եմ բժշկության հետ։ Մարդը իր հիվանդությունով գալիս է, ակնկալում է, որ բժիշկը ամեն ինչ գիտի։ Ոչ թե ակնկալում է, որ բժիշկը այսպես ինչ որ ստանդարտ պրոտոկոլային քայլեր անելուց հետո պետքա գա որոշակի եզրահանգման եւ այդ եզրահանգումով առաջ շարժվի։ Երկրորդը ինչ վերաբերում է արհեստական բանականության գործիքներին։ Իմ փորձը անձամբ ցույց է տալիս, որ արհեստական բանականության գործիքները դեռ երկար ժամանակ կանցնի, ես նույնիսկ չեմ կարող ասել ինչքան ժամանակ, մինչև ինքը կարողանա Հայաստանում փոխարինել այսպես բարձր դասի փաստաբանությանը։ Չի փոխարինի։ Եթե խոսքը վերաբերվում է օրինակ պարզ ապահովագրական վեճերին, վարկերի բռնագանձման հետ կապված վեճերին, ճանապարհային ոստիկանության ակտերի բողոքարկմանը, միգուցե 5 տարի հետո արհեստական բանականությունը այդ հարցը կարողանա կարգավորել։ Նույնիսկ եթե իհարկե արհեստական բանականության գործիքները հայերենին տիրապետեն այնպես, ինչպես որ տիրապետում է Հայաստանի քաղաքացի, Հայաստանում ծնված, Հայաստանում մեծացած մարդը, ինչը դեռ իդեպ չկա։ Բայց բարդ գործերը, չգիտեմ, սկսած օրինակ բարդ ժառանգության վեճերից,
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումներ, ձեռքբերման վաղեմություն, նույնիսկ զրպարտություն եւ վիրավորանք, այդ ամեն ինչը արհեստական բանականությունը ես չեմ կարծում, թե տեսանելի ապագայում կկարողանա փաստաբանի համար ինչ որ մի հատ այսպես գործի ինչ որ մի մաս անել, որ դրա հիման վրա էլ փաստաբանը կարողանա զարգացնել իր հետագա անելիքը ու արդեն քիչ ջանքով հասնել արդյունքի։ Եվ երրորդը, բացի նրանից, որ փաստաբանը պետք է իր վստահորդի շահերից բխող նորմատիվ ակտերը, նախադեպերը եւ այլնը գտնի գործը սկսելու համար, նաեւ շատ ճիշտ է միշտ ռիսկերի վերլուծություն անել, այսինքն դու պետքա տեսնես նաեւ թե հակառակ կողմը ինչ կարող է ասի, այսինքն երբեք բավարար չի 1-2 բան գտնել, որը որ քո օգտին է, եւ ասել ես սրա հիման վրա սկսում եմ, չէ, ես պետքա ամբողջական ուսումնասիրեմ, որպեսզի հասկանամ մյուս կողմը ինչ կարող է բերի դատարան իմ գտած 1-2 նախադեպի դեմ։ Հնարավոր է, որ 1-2 նախադեպ էլ, օրինակ այն ամենասկզբում, որ ասում էի անուղղակի ինչ որ անդրադարձով կարողանա դա էլ նայել ինքը նայել դա կարողանա բերի եւ ես դրա մասին պետքա իմանամ միջև գործը սկսելը, միջև վստահորդին ինչ որ նախնական եզրահանգում տալը, թե ինչ հեռանկար ունի գործը դատարանում։ Դրա համար ես կողմ եմ այսպես 100% ներդրմանը, իսկ 100% ներդրվելը բարդ է, երբ որ ուսումնասիրության ծավալը արդեն այսքանից դարձել է այսքան։ Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց իրականում ես ոչ թե նկատի ունեի, որ դու պետք է այսքան ուսումնասիրես, այլ իմ ասածն այն էր, որ դու կարող ես այսքան գիտելիք ունենաս, բայց քո այսքան գիտելիքի, այսպես ասած, այսքանն է քո գործի համար պետք, մնացածը քո գործին չի վերաբերում, այսինքն, երբ որ մարդը գնում է աշխատանքի ընդունվելու, շատ դեպքերում մարդիկ իմանում են, որ դա ինքը բավականին շատ գիտելիք ունի, բայց մարդը չունի այն հմտությունը շատ ավելի հեշտ ու արագ գտնելու այն ինչ իրեն պետք է, բայց մարդկա օրինակ ունի այդ համապատասխան գիտելիքը, բայց ինքը շատ ճկուն ձևով կարող է գտնի այն ինչ որ իրան պետք է, դա կարող է լինել թե իր օգնին, թե նաև ոչ իր հաճախորդին օգնին։ Իմ ասածը ոնց որ էս էր հենց աշխատանքի ընդունվելու մասով եմ ասում։ Հա, այդ առումով Հայաստանի քաղաքացիների բախտը կարելի ասել ինչ որ չափով բերել է իրավաբան, փաստաբան, հանդիսացող անձանց էլի, որովհետև Հայաստանը ի տարբերություն ավելի զարգացած եւ կայացած երկրների միշտ ունեցել է, սկսած 2010 թվականից ունեցել է հրաշալի էլեկտրոնային գործիքներ, որոնց միջոցով որ կարելի է որոնել ամեն ինչ համապատասխան հմտություններ ունենալու դեպքում եւ կենտրոնացված գործիքներ, ոչ թե ապակենտրոնացված, այսինքն մենք ստիպված չենք օրինակ ի տարբերություն այլ երկրների այսինչ դատարանի պրակտիկան գտնելու համար մտնել այսինչ կայք, այնինչ դատարանի համար, այնինչ կայք, կառավարության որոշումները առանձին տեղից, օրենքները առանձին։ Մենք ունենք մի տեղ, այդ մի տեղը աշխատում է շատ լավ, եւ այդ մի տեղի շրջանակներում մենք կարող ենք այդ ամեն ինչը գտնել։ Հա, իհարկե այդ որոնողական հմտությունները, ինֆորմացիայի որոնման հմտությունները շատ կարեւոր են փաստաբանի համար, թե նախադեպերի որոնման տեսանկյունից, թե օրենքների կառավարության որոշումների որոնման տեսանկյունից եւ միայն դա չի, որովհետեւ փաստաբանը շատ բաց հասանելի էլեկտրոնային ռեսուրսների հետ է իր կյանքում աշխատում եւ շատ լավ է, երբ որ փաստաբանը այդ ռեսուրսներից օգտվելու հմտություններ ունի, որովհետեւ շատ այսպես էլեմենտար բան ասեմ, երբ որ մարդը գալիս է օրինակ աշխատանքի ընդունվելու, ասենք թե պետքա X ընկերության դեմ ներկայացնել հայց։ Եթե աշխատանքի ընդունված մարդը հարցնում է իսկ այդ ընկերությունը որ հասցեում է գրանցված, դա նշանակում է այդ մարդը չգիտի, որ գոյություն ունի e-register AM գործիքը, որտեղ որ կարող է այդ ընկերության գրանցման հասցեն որոնի առանց այդ հարցը տալու։ Ու այդպիսի շատ բաներ կան, որ այո, փաստաբանը պետք է իմանա։ Այո, ես նույնիսկ ասեմ դες 2019 թվականն էր կարծեմ, դուք ինձ առաջինը ոնց որ դուք ինձ սովորացրեցիք այդ մեթոդները, չգիտեմ, երևի հիշում եք թե չէ, համակարգչով ինձ սովորացրեցիք, թե ինչ միջոցներով ես կարող եմ ինֆորմացիա շատ ավելի արագ գտնեմ ու այդ ամեն ինչը ես մինչև հիմա օգտագործում եմ ու դա խնայում է իմ ժամանակը իրականում, որը ժամանակը ամենակարևոր բանն է, որ մարդը ունի։ Հա, դա կարևոր, իրականում դա կարևոր հմտություն է, իհարկե այն ժամանակվա այդ համեմատացումը մի քիչ իրավիճակը փոխվել է, կան որոշ բաներ արդեն չեն աշխատում այնպես ինչպես աշխատում էին, կան որոշ նոր բաներ, որոնք այն ժամանակ չկային,
Բայց հա, այդ գոնե հիմքը իմանալը այդ ամենի շատ կարևոր է, հա, հիշում եմ մի անգամ այդպիսի բան կազմակերպել եմ։ Նույնիսկ որ ասում եմ արհեստական բանականությունը երբեք ճիշտ չի ասել, նույնիսկ որ հողում է տալիս օրենսդրական նորմը, ես մտնում պարտադիր կարդում եմ ու միշտ ինքը սխալ է ասում։ Բայց արհեստական բանականությունը այնպիսի բաներ է կարողանում, տվյալներ է կարողանում ինձ տալ, օրինակ, որ մտավոր սեփականության ոլորտում ապրանքային նշանի հետ կապված հարց է ինձ պետք, ուզում եմ հասկանալ այդ ընկերության հետ կապված ինֆորմացիան կամ ունի նմանատիպ գրանցված ապրանքային նշան թե չէ, ChatGPT-ին շատ հեշտությամբ տալիս է ու ես կարողանում եմ մտնում եմ լինքը, նայում եմ, որ հա, ինքը տեղեկությունները շատ ճիշտ է տվել։ Այս մասով էլի ինքը շատ օգնում է։ Դե ինքը ամեն դեպքում ածանցյալ գործիք է, որովհետև ինչ որ տվյալների հետ ինքը հնարավոր է որ նորմալ է աշխատում, բայց նույն ChatGPT-ին օրինակ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ որոնելիս կատեգորիկ իրեն չի կարելի օգտագործել, որովհետև ես արհեստական բանականություն օգտագործելու մասնագետ չեմ, հիմա այդպիսի ինչ որ կարելի ասել նոր մասնագիտություն է զարգանում, որ այդ պրոմպտերը ոնց պետքա ճիշտ տաս, որ արհեստական բանականությունը քո հետ ճիշտ աշխատի, բայց ես մի քիչ ճիշտ ասած անիմաստ եմ համարում, օրինակ նախորոք պրոմպտ տալ, որ գիտես ինչ կա, դու ինձ ճիշտ ինֆորմացիա մենակ պետքա տաս եւ ստուգված, որպեսզի դրանից հետո ինքը ինձ ճիշտ ինֆորմացիա տա եւ ստուգված։ Այսինքն նշանակում է, որ եթե ես դա չեմ ասում, ինքը կարող է ինձ խաբի։ Եղել է դեպք, օրինակ, որ վստահորդներից մեկը հարց կար, որը վերաբերում էր զրպարտության ու վիրավորանքին, ունեցանք քննարկում, որոշակի եզրահանգում արեցի, որ օրինակ այս հարցով իմաստ չեմ տեսնում դատական ակտի բողոքարկումը, որովհետև մենք բողոք բերելիս պետքա պնդենք այս ինչ բանը, իսկ այդ ինչ բանը որևէ տեղ չկա։ Դրանից հետո ուրեմն վստահորդս ինձ ուղարկեց մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների ցենց քաղվածքներ ու խնդրեց մի հատ ծանոթանամ։ Ես ճիշտ ասած, ցենց շոկի մեջ ընկա, որովհետև ես այդ ոլորտը զրպարտություն վիրավորանք 2000 երևի երբ ինքը 1087 պրիմ հոդվածը երբ մտավ քաղաքացիական օրենսգիր։ Այ երբ որ մտել է, երևի այդ օրվանից սկսած իմ ուշադրության տակ առաջի հայցեր հարուցողներից մեկը ես եմ եղել։ Կար ժամանակ, երբ որ ես անգիր գիտեի, քանի հայց կա զրպարտություն վիրավորանքի գործերով ներկայացված։ Դե հիմա դա հնարավոր չի հաշվել, որտեղ շատ է, կտրուկ շատացել է իհարկե։ Գիտեի, որ դատավորը ինչ է ասել։ Եվրոպական դատարանի որոշումներն էլ գիտեի։ Ես զարմացա ոնց է հնարավոր, որ ես այս ամեն ինչը բաց թողած լինեմ։ Բայց հետ դրանից հետո հերթով այդ հղումները, որը որ ChatGPT-ին տվել էր, հերթով փորձեցի բացեմ, գտնեմ, տեսնեմ, սա ինչ է, այս ինչ որոշում է, որ ես չեմ տեսել, որևէ ճիշտ որոշում, գոյություն ունեցող իրականում որոշում չկար։ Այդտեղ հարցրեցի, սա արհեստական բանականությունով գեներացված բան չի, ասեց, հա, արհեստական բանականությունն է ասել, մտածեցի փորձեմ։ Դե դրանից հետո էլի տենց դեպքեր եղել են, որ նույնիսկ ես ինքս հարցրել եմ, ինձ օրինակ խորհուրդ են տվել, ասել են դու անպայման սորսեր ուզի, աղբյուրներ ուզի, աղբյուրներն էլ ուզել եմ, տվել է, մտել եմ, չի եղել այդպիսի։ Դրա համար իրանով աշխատել, ես կարծում եմ, որ չի կարելի։ Չի կարելի, ես էլ եմ ունեցել փորձ ու մի քանի անգամ եմ ասել են, օրինակ, չգիտեմ, այսինչ խնդրի հետ կապված կամ այսինչ իրավահարաբերության հետ կապված, ինչ վճռապեկ դատարանի որոշում կասես, ինքը բերում է վճռապեկ դատարանի այդ համարը, ուղարկում է։ Մտնում եմ դատալեքսով, չկա։ Ասում եմ լավ, ինձ խնդրում եմ հղումը տուր։ Մտնում եմ հղումով, ինչ որ տարօրինակ տեքստեր է, որ ընդհանրապես կապ չունի վճռապեկ դատարանի հետ։ Ու մի քանի անգամ եմ ես դա փորձել։ Ու մենակ վճռապեկ դատարանը չէ, նաև օրենքի մասով, որ ասել եմ, այսինչ իրավահարաբերությունը ինչ օրենքով է կարգավորվում, այնպիսի մի օրենքներ է տալիս, որ նմանատիպ օրենք կամ օրենսդրություն ընդհանրապես Հայաստանում չկա։ Կամ ուժը կորցրած է ճանաչում։ Հա, դե որպեսզի այդ գործիքը իրավաբանների համար նորմալ աշխատի, նախ պետք է լինի մարդ, որ իրավաբանների համար նախատեսված արհեստական բանականության ինչ-որ ծրագիր կմշակի ու, այսպես ասած, բան կանի, դա կհարմարացնի իրավաբանների համար, այսինքն օրինակ կսահմանափակի աղբյուրները, թե որտեղից ինքը կարող է օգտվել, կսահմանափակի ի սկզբանե ինչ-որ ֆանտազիաներ դրսևորելու կամ սեփական ինչ-որ մեկնաբանություններ անելու հնարավորությունները եւ այլն։
այդպիսի պրոդուկտներ այսօր Հայաստանում խոսվում է այն մասին, որ կան, բայց ճիշտն ասած չեմ փորձել։ Ես լսել եմ, որ կա այդպիսի AI, որը հատուկ իրավաբանների համար է նախատեսված, բայց ճիշտն ասած դեռ չեմ փորձել ու մի քիչ այսպես միջև հիմա իմ ունեցած փորձից ելնելով այնքան էլ չեմ վստահում, որ սկսեմ դրանով ինչ որ ժամանակ ծախսեմ, սկսեմ ուսումնասիրել, էլի։ Ամեն դեպքում ես եմ ասում, լուծումը ոչ թե այն է, որ մենք ունենանք կատաստրոֆիկ ծավալ, որը որ պետք է ուսումնասիրել եւ ստիպված լինենք արհեստական բանականության գործիքներին դիմել, այլ լուծումը այն է, որ Հայաստանը ունենա այնպիսի քաղաքականություն, որը հարիր է նման երկրներին։ Ես 2019-2020 թվականների ընթացքում սովորել եմ Շվեդիայի Ուպսալայի համալսարանում, այնտեղ օրինակ շվեդ տղայի հետ եմ ծանոթացել, ով իրավաբանության բակալավրիատում էր սովորում ու բողոքում էր, թե ինչ ծանր է իրանց հարկային օրենսգիրքը, որը ուներ ընդամենը 93, եթե չեմ սխալվում, հոդված եւ փոխվել էր այդպես 5-ից 10 անգամ։ Եթե համեմատենք մերի հետ, Մերն էլ բարդ է։ Չէ, մերը դե 93 չի, մի քանի 100 է ու փոխվել է ոչ թե ասենք 5-ից 10 անգամ, այլ փոխվել է երևի, չգիտեմ, 50-ից 60 անգամ։ Բայց ցեք համեմատելի չեն, էլի Հայաստանը ու Շվեդիան որպես երկրներ, ու ես չեմ կարծում, որ Հայաստանը այն երկիրն է, որտեղ որ այսքան իրավաբանական ծավալի կարիք կա, որ այդ ամեն ինչը հարկ լինի մի հատ էլ սովորել կամ իմանալ կամ ստիպված լինել դրա հետ արհեստական բանականության գործիքներով աշխատել։ Հա, ու շատ գործեր նույնիսկ կասեցվում է, օրինակ հարկայինի տեսանկյունից, եթե HVՊՀ տիրապետում է հարկային օրենսդրությունը, այսինչ հարցը հարկայինով այսպես լուծում է, մինչև այդ գնումը, չգիտեմ, ինչ-որ հարկային դաշտ մտնում, կարող է այդ ընթացքում օրենք փոխվի, մի հատ էլ հետ գա, այդ օրենքը ուսումնասիրվի, արդեն ադապտացվի այդ փոփոխված օրենքին ու էլի ներկայացվի, այսինքն մարդու գործը կամ այդ բիզնես գործունեությունը որ կա, կարող է կասեցվի ձգձգվի ու պատճառը այն լինի, որ օրենսդրական փոփոխություններ է լինում։ Այո, բիզնեսի համար օրենսդրությունը պետք է լինի պարզ, կանխատեսելի ամենակարևորը։ Նայեք, երբ որ արագ տեմպերով օրենսդրական փոփոխություններ են կատարվում, ու երբ որ անընդհատ մենք ունենում ենք նոր նախադեպեր, որոնք ասում են նոր բաներ, փոխվում են խաղի կանոններ, կորում է կանխատեսելիությունը։ Ես օրինակ ոչ մի բան չունեմ այն որոշումների դեմ վճռաբեկ դատարանի, որոնք որ օրենքը մեկնաբանում են այնպես, ինչպես որ ողջամիտ մարդը այդ օրենքը կարդալիս կմեկնաբաներ, այսինքն, այսպես ասած, ֆիքսվում է, որ ճիշտ է այն, ինչը որ պետք է լիներ ողջամտորեն ճիշտ։ Ես խնդիր չունեմ վճռաբեկ դատարանի այն որոշումների հետ, որոնք որ այսպես օրենքի միատեսակ կիրառելիությունն են ապահովում, այսինքն էությունը այն է, որ վճռաբեկ դատարանը ունի այսպիսի որոշում, արդեն ունի, հիմա բողոքարկվող որոշումը հակասում է մեր նախորդ որոշմանը, մենք որպեսզի միատեսակ կիրառությունը ապահովենք, նույն հարցի վերաբերյալ ասում ենք, որ պետք է նույն մոտեցումը լինի, ինչ որ մենք նախկինում ունեինք։ Խնդիրը այն որոշումների հետ է, որտեղ որ այսպես ասած իրավունք է զարգացվում կամ իրավունքի զարգացման անվան տակ նոր կանոններ են, այսպես ասած, գրվում։ Ես շատ կոնկրետ օրինակներ չեմ ուզում ասեմ, որտեղ օրինակ որոշումներ կան, որ ես դրանց մասին չեմ էլ ուզում բացահայտ խոսեմ, որպեսզի մարդիկ չիմանան դրա մասին, հա, որտեղ դա կարող է օրինակ շահարկումների տեղիք տա։ Բայց հա, այսօր մարդը ինչ որ քայլ անելուց առաջ, ոնց իրավական նշանակություն ունեցող քայլ անելուց առաջ շատ լուրջ պետք է մտածի մի քանի տարբեր տեսանկյուններից։ Բայց մեր մոտ էլ այդ մշակույթը փաստաբանին քայլ անելուց առաջ դիմելու չկա։ Հիմնականում փաստաբանին դիմում են, երբ որ քայլը արդեն արված է, հետևանքներն էլ արդեն առաջանալու վրա են։ Փաստաբանը ստիպված աշխատում է նրա հետ, ինչ որ ունի։ Իսկ ինչ է կարծում, չնայած ձեր արդեն այսպես ասած ազատներից ենթադրում եմ, որ վճռաբեկ դատարանի նախադեպերը ավելի շատ խառնաշփոթ են առաջացնում, քան օրինակ ստեղծում են այնպիսի իրավական այնպիսի նախադեպային որոշումներ, որոնք որ կլինեն հստակ ու կայուն ու որ այսպես ասած դու կարողանում ես նորմալ քո գործն անես, կարող ես կիրառես ու նաև քո վստահորդի իրավունքները պաշտպանես։ Ես չէի ասի, որ հիմնականում այդպես է։
Նայեք, ես 3 տեսակի որոշումներ առանձնացրեցի։ Առաջի 2 տեսակը, որը մեծամասնությունն է կազմում որոշումների, նորմալ է։ Խնդիրը այդ 3-րդ տեսակի հետ է։ 3-րդ տեսակի հետ է, որ ինքը կարող է ծավալային առումով լինի ավելի քիչ, քան թե նախորդ 2 տեսակները, բայց ամեն մի որոշում այդտեղ կարող է ունենա շատ կտրուկ ազդեցություն ամբողջ հետագա իրավահարաբերությունների վրա։ Ես ավելի շատ կուզեի, որ երբ որ ունենք զարգացած երկրներում, ճակերտավոր ասած զարգացած երկրներում, երբ որ գերագույն դատարանները որոշումներ են ընդունում, ինչ որ հարցի վերաբերյալ, դա իրավաբանների համար բան է, ասես սպասելի, սպասված մի հատ իրադարձություն է, որին մարդիկ ամիսներ շարունակ հետևում են, բանավիճում են, տեսնես այս հարցով ինչ որոշում կընդունվի եւ այլն։ Ես կուզեի, որ մեր մոտ էլ այդպես ներ, այսինքն քանակապես այդ նորությունները, այսպես ասած, լինեին ավելի քիչ, այդ նորությունները լինեին, նորությունները նաև լինեին այնպիսին, որ իրավաբանական հանրույթը դրա մասին տեղեկացվեր, ինչ որ ձևով, որ օրինակ նախատեսվում է, որ մի տարի հետո այս հարցի շուրջ որոշում է ընդունվելու, որ պես ասեմ, այդ որոշումները չլինեին այնպես, որ այսպես ասած, ով որ պարբերաբար կարդում է կամ պատահաբար հանդիպել է, ուրեմն իմանում է, իսկ ով որ չի կենտրոնանում ընդհանրապես դրա վրա, ամբողջ կյանքն էլ կարող է աշխատի փաստաբանության ոլորտում առանց նույնիսկ դրա մասին լսելու։ Ես կուզեի, որ պես նորություն ասող որոշումները լինեին ավելի քիչ։ Չնայած որ ասում եք Գերագույն դատարանի այդ զարգացած երկրներում մարդիկ, նշեցիք մարդիկ անհամբեր սպասում են, ես նաև անալոգիա ուզում անել մեր իրականության հետ, որ մարդիկ ընդհանրապես նույնիսկ հասարակությունը չգիտի ինչ է վճռապետ դատարանը ու նմանատիպ իրավագիտակցության բարձր, իրավագիտակցությունը մեզ մոտ այդքան չկա, որ մարդիկ նույնիսկ նստեն, սպասեն, որ վճռապետ դատարանը ինչ որոշում է կայացել, չնայած որ այդ որոշումները հենց մարդուն է վերաբերում։ Որոշումները հենց մարդուն է վերաբերում ու օրինակի համար, չեմ Ամերիկայի Գերագույն դատարանը, երբ որ պետքա որոշում կայացներ, ասենք թե չեմ հիշում խոսքը ինչին էր վերաբերում, եթե չեմ սխալվում, վերարտադրողական իրավունքներին էր վերաբերում կանանց, իհարկե ամբողջ հասարակությունը սպասում էր, որովհետև ամեն մարդ հասկանում էր, որ դա նաև իրան է վերաբերվելու։ Այստեղ դե սպասում են մենակ իրավաբանները, այն էլ չեն էլ իմանում ինչին սպասեն, հրապարակվելուց հետո են իմանում արդեն ինչա վարույթ ընդունվել, ինչա հրապարակվել։ Պարոն Գրիգորյան, եւ վերջում ուզում եմ խորհրդակ այն մասնագետներին ու մասնավորապես փաստաբաններին, ովքեր որ աշխատում են եւ իրենց գործը բնականաբար առնչվում է վճռապետ դատարանի հետ։ Ես մենակ մի խորհուրդ կարող եմ տալ, կարդալ սկսելու համար երբեք էլ ուշ չի, պարտադիր չի, որ 2008 թվականից սկսած բոլոր որոշումները մարդ, ով որ իրավաբանության ոլորտում աշխատում կարդա, եթե նույնիսկ մարդը սկսի կարդալ այս օրվանից, 2 տարի հետո ինքը արդեն կունենա մոտավորապես 70% պատկերացում այն մասին, թե ցանկացած կամայական հարցի վերաբերյալ ինչ կարելի է ակնկալել վճռապետ դատարանից։ Նույնիսկ այսպես ասած մոտեցումներ։ Մոտեցումները, ես իմ ամենասիրած բաներից մեկն է դա, երբ որ ես փորձում եմ այդ որոշումների մեջ ինչ որ տենդենս գտնել։ Եթե 2 տարի ուշադիր հետևենք, արդեն շատ հարցերի մասին պատկերացումներ կունենանք ու ցանկացած հարցի վերաբերյալ նախադեպ կարդալուց, իսկ 2 տարվա ընթացքում ոնց էլ չլինի շատ հարցերի վերաբերյալ գոնե մի հատ նախադեպ կհրապարակի վճռապետ դատարանը, նաև դրանում նաև կկարողանան մարդիկ տեսնել այն նախորդ որոշումները, որտեղ վճռապետ դատարանը մի հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս միշտ իր նույն հարցի վերաբերյալ նախորդ որոշումներն էլ է ներկայացնում ու դրանց հղում է տալիս։ Բայց այն ինչը որ խորհուրդ չեմ տա հաստատ, որովհետև այդպիսի մոտեցում էլ կա մի մասի մոտ իրավաբանների, խորհուրդ չեմ տա երբեք անտեսել, այսինքն խորհուրդ չեմ տա երբեք այն կտրվածքով նայել աշխատանքին, որ դե ես օրենքը կկարդամ, օրենքի հիման վրա պատկերացումս կձևավորեմ, ինչ որ մի բան կանեմ, հետո եթե պարզվի, որ
այդ հարցի վերաբերյալ որոշում կար, կհասկանանք ոնց ենք Չէ, դա կիսատ աշխատանք է։ Դու ոնց որ առանց զենքերի մտնում ես կռիվ ես անում, հետո նաև վճռապետ դատարանի նախադեպային որոշումների հետ կապված համալսարանական տարիներին ես միշտ ասում էի, որ նախադեպային որոշում որ կարդում էի, ոչ միայն վճռապետ դատարանի, այլ նաև եվրոպական դատարանի, իմ մեջ սկսեց ձևավորել իրավաբանի մտածողությունը, որովհետև մինչև համալսարան, մինչև ավարտելը մենք իրավաբանի նման չենք մտածել, բայց նախադեպային որոշումները շատ է օգնում, որպես իրավաբան, դու սկսես մտածել իրավաբանի նման։ Համաձայն եմ, դա իրավաբանին անպայման պետք է ու նաև մի բան էլ ասեմ, որ աշխարհի շատ երկրներում եւ այսօր նաև Հայաստանում իրավաբանի մասնագիտությունը այն մասնագիտությունն է, որը որ թե ոնց որ մենք մեզ, թե արտաքին արտաքին աշխարհ չասեմ, թե շրջապատը մեզ ընկալում է որպես 24/7 ռեժիմով աշխատող, ով որ երբեք չունի հանգիստ, երբեք չունի իսկական արձակուրդ, միշտ կապի մեջ է, միշտ ինչ-որ խնդիր կարող է առաջանալ, ես իմ ասածը նա, որ մենք ստիպված պետք է այդ իրողությունը ընդունենք եւ ստիպված պետք է բարբերաբար կարդանք, նույնիսկ նրա հաշվին, որ այ մեր կյանքում իրոք այդ հանգստի ժամանակը, այդ հաճելի բաներին տրամադրելու ժամանակը կարող է դրա արդյունքում լինել շատ ավելի քիչ։ Իսկ մեր հաշվին ենք կարդում, մեր առողջության, մեր հանգստի հաշվին ենք կարդում, բայց ստիպված ենք։ Ինչը խոր չի դրվում։ Դե, բայց այլընտրանքն էլ լավ է, չի, իրավաբանի մասնագիտությունը դա ստիպում է։ Շատ շնորհակալություն ձեզ, պարոն Գրիգորյան, շատ հետաքրքիր արդյունավետ զրույց էր, որ նույնիսկ քանակով ասում եմ, որ անվճար դասախոսություն եմ լսում։ Շատ շնորհակալություն ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Չմոռանաք հետևել Buzz TV YouTube-յան ալիքի հետագա ստորենքի ոդկասթները դիտելու համար։